Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Հովհաննես 6:15-21-ում մեզ հրավիրում է տեսնել Քրիստոսին ոչ միայն պատմական ուսուցիչ, այլ նրան, ով գալիս է մեր փոթորիկների մեջ։ Երբ մենք մեր կյանքում հիվանդության, անհանգստության, վախի ժամանակ միայնակ նստած ենք նավակի մեջ, հենց այդ ժամանակն է, որ կարող ենք վստահ լինել, որ Հիսուս մեզ տեսնում է, գալիս է մեզ մոտ և մեզ հասցնում է մյուս ափ։ Եվ ինչպես ասում էին եկեղեցու հայրերը, այնտեղ, որտեղ մենք մութ ենք տեսնում, Քրիստոս լույսի պես քայլում է մեր առջևից։ Ես եմ, Քրիստոսը գալիս է այնտեղ, որտեղ աշակերտները փոթորիկի մեջ են և վախենում են և տեսնում էին Հիսուսին։ Եվ Հիսուսը ասաց նրանց. «Ես եմ, մի վախեցեք»։ Այս խոսքերը ոչ միայն մխիթարիչ են, այլ խորապես աստվածաբանական։ Հիսուսը ասում է. «Մի վախեցեք, ես եմ»։ Նա ցույց է տալիս, որ Աստված գալիս է մեր կյանքը նույնիսկ գիշերվա ժամերին և փոթորիկի մեջ։ Սա հաղորդագրությունն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Աստված ոչ թե հեռու դիտորդ է, այլ նա, ով գալիս է և մեզ մոտ է մեր կյանքի փոթորիկների մեջ։ Հիսուս զգում է, որ մարդիկ ուզում են նրան բռնի ուժով դարձնել թագավոր, երկրի իշխանությամբ, որը ցանկանում է նրան տիրել։ Բայց նրա արքայությունը այս աշխարհի չի։ Նա հետ է նահանջում ոչ վախից, այլ աստվածային նպատակ ունենալով։ Նա չի ձգտում երկնային փառքի, այլ աշխարհի փրկության։ Այս պահում մենք տեսնում ենք, որ Քրիստոս արդեն իր տառապանքից առաջ որոշում է իր ուղին։ Նա շարժում է ոչ տոնական հաղթանակով, այլ նվիրումով։ Աշակերտները փոթորիկի մեջ, բայց միայնակ չեն, աշակերտները գնում են առանց Հիսուսի, երեկո է, ծովը մութ է, ալիքները բախվում են նավակին։ Շատերը մեզանից մեր կյանքը զգում են միայնակ և կորած, բայց հենց այս փորձության պահին է, որ Քրիստոսը հայտնվում է, ոչ մեծ երևալով, այլ գալիս է շատ հանգիստ, որ մենք անգամ դա չենք զգում, ինչպես ծովն է անհանգստացնում, այնպես էլ մեզ։ Ջուրը հաճախ Աստվածաշնչում խորհրդանշում է խառնաշփոթ և վտանգ։ Քրիստոսի քայլը ջրի վրայով ցույց է տալիս, որ Աստված կարգ ու կանոն է բերում մեր խառնաշփոթության մեջ։ Եկեղեցի հայրերը ուսմունքի անմեղաբար նշում են, որ Քրիստոս որպես աստվածային փրկիչ է մեր կյանքի մեջ։ Աստված մեր կողքինն է ոչ միայն տեսական, այլ գործնական կյանքում։ Սա մեզ հիշեցնում է, որ Քրիստոսը չի թողնում մեզ, երբ մենք աճում ենք մեր իրական կյանքի մեջ։ Ուստի, սիրելի քույրեր և եղբայրներ, չվախենանք։ Հիսուս մեզ հետ է ամեն րոպե, ամեն օր։ Ունեցեք վստահություն և հավատք։ Ամեն։